Բարև ձեզ, Ամեքպլյուսի եթերում հարցազրույցն է եւ կանայք ու քաղաքականությունը շարքի թողարկումը։ Այսօր ես զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Բադալյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ես նախատեսել էի, որ մեր հարցազրույցը պետք է սկսենք կանացի անձնական թեմաներով, քանի որ մեր այս ֆորմատը հենց դա է թույլ տալիս, բայց դա կանխեց ձեր կուսակցության ղեկավար եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտ շուտ ազդարարելով, որ կենսաթոշակները պետք է բարձրանան մոտ 10,000 դրամով։ Եվ միանգամից իհարկե Facebook-ում քննադատություններ առաջացան, նաև հենց սկզբից մոտ էլ հարց առաջացավ, թե արդյոք ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ սա նախընտրական ինչ-որ քայլ չի շահելու Հայաստանի մոտ 500,000 կամ ավելի թոշակառուների քվեները, ակնկալիքով, որ նրանք ձեր օգտին կքվեարկեն։ Այսինքն կարևոր չի, որ թոշակը բարձրանում է, կարևոր չի բնավ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը որոշակիորեն բարելավում է, բայց շատ կարևոր է քննարկել երբ է դա արվում։ Նախ-առաջին հերթին իհարկե, բայց ես նախ ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ չի, որ թոշակները բարձրացվում է, եւ այս վերջին տարիների ընթացքում բարբերաբար թոշակը բարձրացվել է, հա, նպաստները բարձրացվել են, բարբերաբար է եղել, իհարկե դա մեկից ավելին արդեն բարբերաբար է, քեշբեքը եւս համարվում է բնականաբար այդ ուղղությամբ քայլեր արվել են եւ այնպես չի, որ թողնվել է, որպեսի ընտրություններից առաջ այսպես քվեները ստանալու ինչ որ միտում լինի, որովհետեւ գիտեք, այն մարդիկ, որոնք որ համակրում են, որոնք որ համամիտ են այն քայլերի հետ, որոնք որ անում է իշխանությունը, այսպես թե այնպես ձայն տալու են, եւ այն մարդիկ, որոնք որ չեն համակրում եւ ոչ մի կերպ չեն ընդունում իշխանություններին, թոշակը եթե 30,000 դրամով էլ բարձրացնես, միևնույն է քվեն չեն տալու։ Դա իհարկե ծայրահեղ դեպքում, բայց ըստ երևույթին դա քայլ է նաեւ ակնկալիք ունենալով, որ տակը որոշակի քվեներ կարող են լինել։ Ես չեմ կարծում, իհարկե միևնույն է հասկանում եմ նաեւ միաժամանակ, որ ես ասեմ թե չասեմ, միևնույն է այն մարդիկ, որոնք վստահ են, որ սա նախընտրական քայլեր շարունակելու են այդպես էլ վստահ լինել, բայց ես գոնե իմ ներսում այդ համոզվածությունը ունեմ, որ դա մեկը մյուսի հետ որևէ կապ չունի, որովհետև անընդհատ հաշվարկվել են, անընդհատ քայլեր են արվել, անընդհատ փորձել են աստիճանաբար մոտենալ հա թոշակների ավելի կտրուկ բարձրացմանը, որովհետև եթե հիշում եք նախորդ տարիներին բավականին քիչ էինք փորձում բարձրացնել, որովհետև ընդհանրապես կառավարության բոլոր քայլերը մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Երբ որ մենք հենց ամենասկզբից, հա, հեղափոխությունից անմիջապես հետո սկսեցինք ստվերի դեմ պայքարը եւ փորձում էինք, շատ մարդիկ չէին, որ հասկանում էին, որ ստվերի կրճատումից էականորեն բարելավվելու է իրենց կյանքը, հենց թոշակառուների կյանքն էլ է բարելավվելու, բայց այդ ստվերի կրճատումն էլ անմիջապես չեղավ եւ մեկ քայլանի գործողություն չէր, հա, բարբերաբար եւ ժամանակի ընթացքում դու կարողանում ես գալ հասնել մի քայլի, մի հարցը լուծել հնարավորության սահմաններում հասարակության մեկ այլ խմբի, մեկ այլ թիրախի խնդիրը լուծել, նախորդ տարիներին ավելի շատ պաշտպանության հետ կապված, անվտանգության հետ կապված խնդիրներ կային, որոնք որոշակիորեն լուծելու դեպքում արդեն դու հասկանում ես, որ կարող ես հաջորդ քայլը անել եւ էլի այլ թիրախային խմբերի կյանքը բարելավել եւ կարծում եմ, որ սա ուղղակի ժամանակային էսպես համընկնում եւ զուգադիպություն է, բայց համընկելը նախընտրական շրջանի հետ։ Այդ դեպքում ինչու բան չարեցիք, ընդամենը 2 ամիս էլ համբերեիք, հետո նոր բարձրացել, կամ հայտարարեիք, որ 2 ամիս հետո կբարձրացնենք, որ սա չդիտվի որպես նախընտրական քայլ, կոպիտ ասած, որպես կաշառք, ինչպես ընդդիմությունն այսօր արդեն բնութագրել է։ Գիտեք, հաշվի առնելով ընդդիմությունը ինչպես է ամեն ինչը վերլուծում, մենք չենք կարող մեր գործողությունները պայմանավորել ընդդիմության մեկնաբանություններով։ Բնավ մենք այդպես չենք կարող պայմանավորել, մենք էլ ենք շատ քայլեր կան, որ էլի արդեն պատրաստ ենք այդ քայլերը անելու, բայց փորձում ենք հապաղել խուսափելու համար հենց այդպիսի մտքերից, բայց այդ քաղաքացին, որ այդ խնդիր ունի, իսկ մեր թոշակառուները իրոք ունեն խնդիր։ Իրոք նրանց եկամուտները որոշակիորեն պիտի բարձրացվեն, որպեսզի արժանապատիվ իրենց ծերությունը կամ ավելի իրենց կյանքի այսպես հասուն շրջանը կարողանան վայելել, իրենք չեն սպասում։ Իրենց համար միևնույն է դա երբ կարվի այսօր, որքան շուտ, այնքան լավ։ Եւ սա այդ տարբերակներից մեկն է, այլապես եթե ձեր ասածով գնա, այսինքն ընտրություններից հետո մենք բազմաթիվ անելիքներ ունենք։ Կանադառնանք բաներ կան, որոնք կարող են հապաղել։
կարող ենք ապավել դա։ Տեսեք, ընդամենը 3 ամիս առաջ ընդունվեց 2026 թվականի այս տարվա բյուջեն եւ երբ որ խոսք էր գնում թոշակների բարձրացման մասին, կտրուկ պատասխանում էին, որ չկա նման բան։ Եվ հանկարծ դեկտեմբերին, հունվարին, փետրվարին այդ ինչ եկամուտների բում եղավ, որ միանգամից որոշեցիք 10000 դրամ։ Իհարկե կա, որոշակի նոր հոսքեր կան, որոշակի այն ժամանակ երբ որ կտրուկ ունի, որոշակի, այդ խնդիրները մենք ունեինք խնդիր այս պահին թոշակները վերանայելու, բայց քանի որ որոշակի իրավիճակներ փոխվեց, որոշակի ֆինանսական մուտքեր եղան եւ երբ որ լինում է դրական փոփոխություն, բնականաբար առաջին ֆինանսական չի եղել։ Կտրուկ, որը նախորդ ամիսներից շատ կտարբերվեր։ Շատ լավ, ինձ ուրիշ հարց եմ հակադարձ ուզում տա։ Ուրախ եք, որ թոշակները բարձրացվել են, թե եկեք այս թեման փակենք, որովհետև մենք կարող ենք դուք թող համարվի նախընտրական, որովհետև եթե իմ հարևան տատիկը այսօր իրեն լավ է զգալու, ինձ համար միևնույն է, ով կմտածի նախընտրական է դա, նախընտրական չի։ Ինձ համար կարևոր է, որ այդ տատիկը այսօր իրեն շատ լավ է զգացել, որ մեկ այլ պապիկ խանութ գնալուց իրեն շատ լավ է զգալու եւ ինձ համար դա է կարևոր, ինձ համար կարևոր չի ընդդիմությունը, որը ինչ ասես խոսում է, ու ընդհանրապես հասարակության մի հատված կա, որ ինչ ասես խոսում է, թող շարունակեն խոսել, բայց ինձ համար այդ ուրախությունն ու ժպիտը կարևոր է տատիկի եւ պապիկի։ Այո, բայց մի հարց էլ թոշակների վերաբերյալ, տեսեք, ամեն դեպքում բարձրացումը կտրուկ էր 10000 դրամով կամ առավելագույնը 10000 դրամով, այնտեղ շատ ստացողներին որոշ չափով քիչ։ Ես սոցցանցերում մտահոգություն էլ նկատեցի, որ դա այդքան էլ արդար չի այն առումով, որ ով որ շատ է կենսաթոշակ ստանում, դա նշանակում է, որ ինքը նախկինում ավելի շատ է աշխատել, երկար աշխատանքային տարիների ստաժ ունի։ Ում կենսաթոշակը որ ցածր է, նրա աշխատանքային ստաժը այդքան էլ բարձր չի, քիչ է աշխատել։ Եվ ասում եմ, որքանով է արդար, որ շատ աշխատողի թոշակը ավելի քիչ է բարձրացվում, քան թե քիչ աշխատողինը։ Եվ այսպեսով ինչ ազդակ ենք մենք հղում սոցիալական ոչ մի ազդակ չենք հղում, եթե հավասար պայմաններով էլ բարձրանային, այսինքն շատ աշխատողինը շատ բարձրանար, քիչ աշխատողինը քիչ բարձրանար, այդ դեպքում էլ մենք սկսելու ենք քննարկել այն շատ թոշակ ստացողը միևնույն է շատ էր թոշակ ստանում, բայց այն խեղճ մարդկանց ինչու այդքան քիչ բարձրացավ։ Սրանք հարցեր են, որոնք որ անընդհատ քննարկվում են, ընդհանրապես քննարկելու համար։ Ես շատ ուրախ եմ, որ թոշակները բարձրացել են։ Ես երջանիկ եմ, որ մենք կարողացել ենք կտրուկ բարձրացնել այդ թոշակները։ Նույնիսկ եթե վաղը մենք իշխանության չլինենք, ես գոնե այս քայլի համար շատ երջանիկ եմ լինելու, որ այդ ամենակարևոր հնարավորությունը տրվել է մեր թոշակառուներին եւ մենք դա կարողացել ենք անենք։ Ես դրա համար երջանիկ եմ։ Մնացածը խոսեք ինչքան որ կցանկանաք։ Դուք փաստորեն այդպեսով փաստում եք, որ իշխանությունները կատարեցին իրենց ծրագրային դրույթներից եւս մեկը երջանիկ արժանապատիվ քաղաքացի լինելու, հա, ես երջանիկ եմ եւ արդյոք ձեր նման երջանիկ են բոլոր քաղաքացիները։ Իհարկե, բոլոր քաղաքացիները չեն կարող երջանիկ լինել եւ ես չեմ կարող պատասխանատու լինել բոլորի երջանկության համար, որովհետև մեկը դժբախտ է իր անձնական կյանքում, ես չեմ կարող նրա անձնական հարցերը լուծել։ Մյուսը դժբախտ է, որովհետև կամ դժբախտ չէ, երջանիկ չէ, որովհետև չի կարողացել իր կյանքի երազանքները իրականացնել, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ։ Ես չեմ կարող բոլորի անհատական երջանկության համար պատասխանատու լինել, բայց ես պատասխանատու եմ պայմաններ ստեղծելու համար, որ մարդիկ կարողանան գտնել իրենց երջանկությունը, որ եթե նույնիսկ իրենք ճանապարհը տեսնում են, իրենց այդ ճանապարհին որևէ բան չխոչընդոտի, եւ ես կարծում եմ, որ մենք այդ առումով էական քայլեր կարողացել ենք անել եւ դեռ հնարավորության դեպքում դեռ շատ անելու ենք։ Շատ լավ, իսկ դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, մեր մտքում շատ ավելի բաներ կան, մենք չենք ասում, միգուցե ընտրություններից հետո կասենք, մոտավորապես նման միտք արտահայտեցիք, ինչի մասին է խոսքը, ինչ լավ բաների մասին է։ Բավականին շատ լավ բան, մենք այսօր այնքան հանգիստ կարող ենք խոսել արդեն դրական բաների մասին, որոնք որ մեզ սպասվում են։ Էլի անկախ նրանից մենք կլինենք իշխանության թե չենք լինի, չնայած որոշ բաներ նաև կախված են, որովհետև քաղաքական կուրսը կարող է փոխվել, որովհետև ռազմավարական այդ պայմանավորվածությունները կարող են չլինել, բայց եթե ամեն ինչ գնա իր հունով եւ որևէ այսպես ապոկալիպտիկ փոփոխություն տեղի չունենա, բնականաբար մենք էլի հանգիստ ենք եւ էլի երջանիկ, որ կարողացել ենք այնպիսի հիմքեր դնել, որ խելացի կառավարման դեպքում եւ նաեւ լեգիտիմ իշխանություն ունենալու դեպքում բավականին մեծ հաջողություններ սպասվում են մեր երկրում եւ թերևս առաջին անգամ է որ այսպես հանգիստ խղճով կարելի է այդ մասին խոսել, որովհետեւ մենք
Ընդհանուր առմամբ հատկապես վերջին տասնամյակներին միշտ էլ գոյաբանական խնդիր ենք փորձել լուծել եւ դա նորմալ է։ Ինչ որ բան լավ է ստացվել, ինչ որ բան այնքան էլ լավ չի ստացվել, բայց միևնույն է խնդիրը եղել է գոյաբանական։ Իսկ այսօր մենք այդ խնդիրը չունենք այլևս եւ մենք պիտի մտածենք արդեն մեր հզորացման, մեր բարեկեցության, մեր բարգավաճման եւ այն բոլոր պոզիտիվ երևույթների մասին, որոնք ժամանակին կարող էին մեզ երազանք թվալ։ Շատ լավ։ Ես երբ որ այս մեր կին եւ քաղաքականությունը ձևաչափի շրջանակներում որևէ կին գործ չի հրավիրում, սկսում եմ ուսումնասիրել նրա կենսագրությունը եւ ոչ բոլոր դեպքերում է այն որոշակիորեն զարմանք հարուցում։ Ձեր դեպքում կա 1-2 դրվագներ, որոնք զարմացրեցին։ Մենք ձեզ գիտենք երկար տարիներ մեր գործընկեր լրագրողը հեռուստաընկերություններում եւ այլ լրատվամիջոցներում եւ կրթությունը նույնպես, բայց ահա վերջին տարիներին ձեր մոտ առաջացել է կրթական մի նոր շերտ, դա դուք ավարտել եք բժշկական համալսարանի կառավարման, կրթական ոլորտի այլ կառավարման այդ բաժինը, ինչի համար։ Որպեսզի քանի որ դուք նույն հանձնաժողովի ազգային ժողովում նույն ոլորտ համակարգող հանձնաժողովի անդամ եք, թե ցանկություն ունեք նաև արդեն ոչ ընդհանրապես այնպես այդտեղ վերջակետ կարելի է դնել, որովհետև երբ ես գնացի սովորելու այնտեղ շատերը խոսում էին, որ ինչ որ ամբիցիաներ ունեմ, հավանաբար այսպես ինչ որ այնպիսի բաներ էին աբսուրդային խոսում, հատկապես որ հիմա նույնպես կին է նախարարը։ Բնավ դա ինձ հետ կապ չունի, որովհետև ես բնավորությամբ եմ այդպեսին, եթե ինձ վրա ինչ որ մի պարտականություն է դրված, ես դա պիտի անեմ լավագույն տարբերակով, եթե ոչ, ապա պիտի ընդհանրապես չթաթախվեմ, եւ սա այդ դեպքերից էր, որ այնպես ստացվեց, որ ես առողջապահության հանձնաժողովում էի, հանձնաժողովի անդամ էի, իդեպ բոլոր падգամավորները պարտավոր են ներգրավված լինել որևէ հանձնաժողովում, եւ այդպես ստացվեց, որ ես առողջապահության հանձնաժողովում էի։ Իսկ այդ ժամանակ հանձնաժողովի նախագահը բավականին պրոֆեսիոնալ եւ կիրթ, այո, շատ եւ այդտեղ այդ հարթության վրա շատ դժվար էր լինում, որովհետև դու որպես падգամավոր պարտավոր չես մասնագետ լինելու, որովհետև դու ժողովրդի ձայնն ես, ժողովրդի խնդիրը կառավարությանը հասցնողն ես եւ կառավարությանը ստիպողն ես, որ ժողովրդի հարցերը լուծի, բայց այնուամենայնիվ որոշակի մասնագիտական քննարկումների ժամանակ ինձ չէր բավարարում այն ամբողջ տեղեկատվությունն ու գիտելիքը, որը ես ունեի, եւ առավել եւս երբ որ ես դարձա հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա ես իմ ներսում ինձ հանգիստ զգալու համար ուզում եի որպեսզի իմ գիտելիքները կամ այն տեղեկատվությունը, որը ես այդ ընթացքում հավաքել եմ, ավելի ինստիտուցիոնալ մակարդակի վրա կարողանամ դնել, եւ ես դրա համար իհարկե չեմ զլացել, սովորել եմ եւ լավ եմ սովորել շատ, իմ թե դասախոսները նույնիսկ դրան ուշադրություն չեմ դարձրել, բայց պաշտպանել եմ գերազանց թեման, որը ինձ համար շատ կարևոր էր, եւ այդ թեման փաստորեն շատ բաների հիմքում ես կարողացա դնել եւ հիմա ավելի հանգիստ եք զգում այդ հանձնաժողովում ձեզ։ Բնականաբար ավելի կոմֆորտ, որովհետեւ միևնույն է այն բոլոր օրենքները, այն բոլոր որոշումները, որոնք ոլորտում ընդունվում են, եթե ես երկար պիտի ուսումնասիրեի, ինձ համար դա արդեն շատ ավելի հեշտ է։ Այդ դեպքում եթե ընտրություններում հաղթեք, ինչու՞ չպայքարեք նախարար դառնալու համար։ Որովհետեւ ինձ հետաքրքիր չի։ Սա շատ անձնական մոտեցում է։ Ինձ պաշտոնը հետաքրքիր Նիկոլ Փաշինյանը հաղթել դեպքում բնականաբար կհրաժարվի։ Ես կարծում եմ, որ հավանաբար կփորձեմ հրաժարվել, չի լինի նման առաջարկ, բայց ես ինքս գիտեմ ես ինչ կարող եմ անել եւ ինչ չեմ կարող անել։ Ես չեմ պատկանում այն մարդկանց, որոնք որ կարծում են, որ իրենք ամեն ինչ կարող են անելու, այդպիսի մարդիկ շատ կան։ Իսկ ես կարծում եմ, որ մարդը պիտի իր բնականon զարգացման ճանապարհը անցնի եւ այո կարող է գալ ինչ որ մի օր, երբ որ դու այնքան հասունացած լինես, որ քեզանից որևէ մեկը կոնկրետ ոլորտում նկատի ունեմ, քեզանից լավ որևէ մեկը չանի եւ այդ ժամանակ արդեն քմահաճույք է լինում ինչ որ պատասխանատվությունից հրաժարվելը։ Իսկ այս դեպքում ես չեմ կարծում, ես կարծում եմ, որ ես վատ падգամավոր չեմ եւ հենց ազգային ժողովն է այն տեղը, որտեղ որ ես կարող եմ ինձ դրսեւորել
կատարել, որտեղ ես կարող եմ խոսել, որտեղ որ ես կարող եմ քաղաքացիներին ել ավելի օգտակար լինել։ Իսկ նախարար ժողովը հիմնականում խոսելու տեղ, որքան հասկանում եմ ես։ Ոչ այնքան գործանելու, որքան խոսելու պարզապես, հակադարձելու, քննադատելու։ Եթե մենք գանք նույնիսկ այսպես լեզվամտածողությունից, ազգային ժողովը, այո, խոսելու տեղ է։ Ուսաբաններն եմ, հենց այդպես էլ աշխատանք չէ հիմնականում։ Գիտեք, աշխատանքը 80%-ով տեսեք, ես ձեզ հավատացնում եմ։ Խոսել, հայտարարել։ Նայեք, առողջության ապահովագրության թեկուզ մեր հանձնաժողովի աշխատանքների մասին եմ խոսում, առողջության ապահովագրությունը մեծ մասը, շատ մեծ օրենսդրական փաթեթ է, շատ մեծ։ Եվ դու այդտեղ չաշխատել չես կարող։ Չես կարող, որովհետև բնականաբար կառավարությունը մշակել է արդեն այդ օրենքը, բայց օրենքի համար պատասխանատու մարմինը ազգային ժողովն է։ Եվ այդ օրենքում չպիտի լինեն թերություններ, այդ օրենքում գրված ցանկացած կետը պիտի կիրառելի լինի։ Բայց սովորաբար լինում է, որովհետև շատ հաճախ հետո փոփոխություն։ Բնականաբար, բնական է լինում է առավելևս եթե շատ մեծ օրենք է, բավականին մեծ եւ հույժ կարևոր եւ շատ անհրաժեշտ իրոք մեծ բարեփոխում ես դու անում, ընթացքում կարող են լինել բաներ, որոնք հատկապես երբ որ դու լավ միտք ունես, բայց դա կիրառելի չէ կամ կիրառման ընթացքում խնդիրներ են առաջանում, բնականաբար դու անընդհատ պիտի դրա վրա աշխատես եւ հետեւաբար ես ձեզ հետ համաձայն չեմ, այո, կան հանձնաժողովներ, որոնք որոշ շրջանում մի քիչ ավելի հանգիստ են, կամ պատգամավորներ, որոնք մի որոշ շրջանում ավելի քիչ անելիք ունեն աշխատանքի բերումով օրենսդրության, բայց խոսում են միևնույն է իրենք իրենց գործառույթները կատարում են, թե չէ համաձայն չեմ, որ չկա աշխատանք հատկապես այսպիսի մեծ բարեփոխումների ընթացքում։ Շատ լավ։ Ես հասկացա, որ դուք երջանիկ եք, իսկ այս ընթացքում դուք ձեր ընտանիքը ինչ որ ատելության խոսքի թիրախ դարձել եք։ Բնականաբար եւ ես կարծում եմ իհարկե մեծ ցավով պիտի ասեմ, բայց ես երևի չեմպիոն եմ այդ հարցում, հա, ատելության խոսքի թիրախ դառնալու, շատ նաեւ օբյեկտիվ պատճառով, որովհետեւ 2018 թվականից ի վեր թերևս ես ամենաճանաչված կին պատգամավորն եմ, որտեղ մարդիկ ինձ հեռուստացույցից ճանաչում էին, որ ոչ թե որպես պատգամավոր եւ շատ հեշտ էր հենց ինձ թիրախավորել է եւ այո իմ ընտանիքը շատ ծանր բաներով է անցել այս ընթացքում։ Դժվար է տարել։ Բնականաբար սուտ կլինի, եթե ես ասեմ հեշտ եմ տանում, բայց հիմա ես ընդհանրապես չեմ հետևում, ուշադրություն չեմ դարձնում եւ ի վերջո դու հասկանում ես, որ այն մարդը անհատը, որը ի վիճակի է դիմացի մարդուն առանց պատճառի ցավ պատճառել, զազրախոսել, չարախոսել, զրո ինֆորմացիա ունենալով նրա մասին, այդ մարդու կարծիքը ընդհանրապես այդ մարդը քեզ չի կարող հետաքրքրել, որովհետև այդ մարդը իր կյանքում որևէ լուրջ բան չի կարողանա անել։ Եվ հետեւաբար աստիճանաբար գալիս ես դրան, հասկանալով, որ ընդհանրապես պետք է ուշադրություն չդարձնել, այդ մարդիկ միևնույն է դժբախտ մարդիկ են։ Միևնույն է իրենք չեն կայացել այս կյանքում եւ թերևս ենթագիտակցորեն այդ իրենց չկայացվածության չարությունը փորձում են մեկ այլ աչքի ընկնող մարդկանց միջոցով այսպես հա լիցքաթափել եւ այդ իմաստով կարծում եմ որ այդ մարդիկ ավելի խղճահարություն են առաջացնում։ Շատ լավ, իսկ խտրականության ենթարկվել եք լինի դա աշխատանքում, թե լրագրող եղած ժամանակ, թե պատգամավոր եղած ժամանակ եւ ընդհանրապես հասարակական միջավայրում։ Տեսեք, որոշ դեպքեր, այո, որոշ դեպքեր եղել են տարբեր ոլորտներում աշխատելով, թե աշխատավարձների բաշխման, թե շատ տարբեր, այո, խտրականություն եղել է կանանց նկատմամբ։ Այսինքն ոլորտներ են եղել, որտեղ դուք աշխատել եք։ Շատ տարբեր, այո, նման խնդիրներ եղել են, որտեղ որ տղամարդիկ բնականաբար, տղամարդիկ, բայց դա էլ մեր սոցիալական շատ չխորանանք, բայց դա սոցիալական նաև խնդիր է, որովհետև մեր մենտալիտետի մեջ է, որ տղամարդն է ընտանիք պահողը եւ կնոջն էլ տղամարդը պիտի պահի եւ հետեւաբար կինը աշխատում է իր հաճույքի համար եւ շատ գումարներ աշխատելու կարիք չկա, բայց սա թողնենք։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը այլևս անցյալում է, որովհետև մենք որպես քաղաքական ուժ համենայն դեպս մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի խտրականությունը, գենդերային խտրականությունը, այսպես ասած, արմատախիլ անենք։ Որոշակի հաջողություններ նաև ունենք գրանցած, եւ մենք ամեն ինչ սկսում ենք ներսից, հենց մեզանից։ Եվ կանանց քվոտայի վերաբերյալ շատ ուշադրություն դարձնել է, ինչի շուրջ շատ ենք վիճում, որովհետև տեսեք, ես էլ այն հակառակ տեսանկյունը ունեմ, որ եթե մարդը ինքը
կայացած է, խելացի է, անկախ նրանից կին է թե տղամարդ, դու նրան լսում ես։ Օրինակ ձեր կուսակցությունում ինչ որ հարց է քննարկվում, պետք է ինչ որ որոշում կայացվի եւ արդյոք կնոջ առաջարկած տարբերակը կարող է մերժվել նրա համար կամ տղամարդկանց տարբերակը կարող է ավելի ծանրակ շերտվել, դա մեր հասարակության մեջ կարող է Չէ, մեր կուսակցությունից մեր հասարակություն։ Այո, հասարակությունից հեռու չէ, որովհետև նաև շատ ավելի հասարակությունն էլ ավելի լուրջ է ընդունում, երբ որ տղամարդն է այդ մասին խոսում, առավել եւս երբ որ տղամարդը պատկառելի տեսք ունի, եւ կանանց մասնավորապես ավելի հաճելի արտաքինով կամ աչքին գնող կանանց խոսքը այդքան տեղ չի հասնում, եւ այս իմաստով այո, խնդիր կա հասարակության մեջ, կուսակցությունում նման խնդիր չկա, որովհետև մեր կուսակցության, ինչպես նաև խմբակցության կանայք Ես կասեի նույնիսկ ոչ թե ակտիվ, այլ գերակտիվ են, շատ համառ են եւ շատ ուժեղ։ Այսինքն նույնիսկ շատ բավականին դժվար է, այնպես չի որ մեր տղամարդկանց համար շատ հեշտ է, բայց այս իմաստով այդ տարբերությունը չկա, բնավ չկա։ Տեսանկյուններ են լինում եւ դա շատ կարեւորում եմ ես եւ խոսք սկսել էի նրանից, որ ես էլ էի դեմ, կարծում էի, որ քվոտայի անհրաժեշտությունը չկա, որովհետեւ դրա արդյունքում կարող են նաև շատ խելացի եւ շատ կարեւոր տղամարդիկ դուժել, բայց միևնույն է ժամանակի ընթացքում կանանց ներգրավվածությունը մեծանալով մի բան կարող է փոխել, որովհետեւ միևնույնն է կինն ու տղամարդը մի քիչ տարբեր են մտածում։ Միևնույնն է կինը յուրաքանչյուր հարցի, ցանկացած բանի վերաբերյալ մոտեցումը մայրական պրիզմայով է։ Այսինքն դու Ինչ ուզում ես արա առաջին հերթին դու մայր ես եւ որպես մայր ես նայում հարցերին։ Որպես մայր ձեր երկու բավականին հասուն տղաների չասեմ հոգսերը հոգալ, բայց ամեն դեպքում մայրության ինչ որ պահանջում է շրջանակներում հասցնել անել։ Դա առաջնային է ինձ համար։ Միևնույն է ընտանիքը եւ երեխաները ինձ համար առաջնային են եւ ես որևէ կերպ թույլ չեմ տալիս, որպեսզի երեխաների բնականաբար օրը մի քանի անգամ այո, ամեն ինչ ես ասում։ Ես անընդհատ կարող եմ վազել ազգային ժողով եւ տուն ազգային ժողով ընդմիջումներին տուն, որպեսզի մասնակցել հետ գնալ ինչ որ գործ անել նախատում են բոլորը մասնակցել, հա։ Այդպես է անցնում, որովհետեւ նույնիսկ եթե երեխաները արդեն մեծ են եւ իրենք ինչ որ հարցերով իրենց հոգսերը կարող են հոգալ, տանը կան նաեւ ընտանի կենդանիներ հոգնակի թվով եւ նրանք էլ են խնամք պահանջում եւ այո դեպքեր են եղել, որ ես նույնիսկ ազգային ժողովից վազել եմ, տարել եմ զբոսանքի արագ, այդ պարտականությունը կատարել եմ, բերել եմ տուն ու նորից վազել եմ նիստը շարունակելու, այնպես որ կնոջ հարցում բավականին բարդ է, հատկապես եթե դու պատասխանատու ես եւ հատկապես եթե դու ինքդ ուզում ես, որպեսզի այդ ամբողջ հոգատարությունը եւ այդ ամբողջ ընտանիքի պատասխանատվությունը հենց քեզ վրա լինի։ Այսօր ինչ է կփել այդ դեպքում։ Հասրել եք թե այո, այսօր դեռ ամբողջությամբ չեմ ավարտել, բայց թոքը հասցրել եմ կտրատել եւ մնացած բոլոր այո պատրաստել։ Մանր, բավականին համեղ կլինի։ Դա ձեր լավագույն Չէ, դա հաճախ պատրաստվող ուտեստներից չէ, բայց այսօր այդպես էր հարմար ստացվել։ Իսկ հյուրասիրում եք ձեր գործընկերներին։ Ժամանակ առ ժամանակ լինում են։ Օրինակ ձեր մեր նախորդ հյուրը ձեր գործընկեր Ալխազ Ղազարյանն էր եւ նա ասաց, որ փախլավա է պատրաստում եւ ձեզ հյուրասիրում։ Այո, լինում է այդպիսի դեպքեր են լինում, ես ինքս շատ չեմ սիրում այսպես աշխատավայրում ճաշել, նախաճաշել, սրճել, հավաքվել, խոսել, ես ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ այն ինչ երիտասարդ տարիներին ինձ սովորեցնում էին, դա շատ ճիշտ էր, այսինքն աշխատանքն ու ընկերությունը իրար հետ շատ չի կարելի խառնել, իդեպ ես իմ աշխատանքային քայլերը հենց այս շենքից եմ սկսել, HFM ռադիոկայաններ չէ, այստեղ ժամանակին եւ լուսահոգի սեթրակը մենք շատ կուռ ընկերություն ունեինք հաղորդավարներով, շատ մենք ուղղակի ապրում էինք իրարով բոլորս եւ ամեն անգամ ինքը զայրանում էր ու ես չի կարող հասկանալ ասում էր աշխատավայրից դուրս ընկերություն արեք աշխատավայրի ներսում աշխատում են եւ վերջ եւ թերևս դա էր պատճառը որ այդ որակը անգերազանցելի է այսինքն դուք պատգամավոր գործընկերների ընկերություն չեք աշխատավայրում աշխատում եմ հիմնականում եթե աշխատանք չկա ես աշխատում եմ աշխատավայրում չմնալ դա ինձ համար սկզբունքային հարց է եւ եթե կա ընկերություն անելու շփվելու ապա դա պիտի անել աշխատավայրից դուրս Շատ լավ։ Ընտրություններ են մի քանի ամիս հետո, հունիսին եւ ինչ նշանակություն ունեն ձեզ համար այդ ընտրությունները։
Ինձ համար շատ կարևոր նշանակություն ունեն եւ ես ներքին համոզվածություն ունեմ, որ այս ընտրությունները թերևս ամենակարևորն են նաեւ մեր պետության համար եւ մեր ժողովրդի կյանքում եւ ապագայի համար, որովհետեւ դրանք պարզապես հերթական ընտրություններ չեն, հա, ազգային ժողովի, այլ քանի որ շատ բևեռացվել է մեր քաղաքական դաշտը, հա, իշխանությունն ու ընդդիմությունը ունեն իրարից միանգամայն տարբեր պատկերացումներ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ եւ այս դեպքում կարծում եմ, որ ժողովուրդը իր կյանքի ամենակարևոր ընտրությունը պիտի կատարի, ընտրելով ինքնիշխանության եւ ոչ ինքնիշխանության միջև խաղաղության եւ ոչ այնքան խաղաղության միջև, այսինքն ինքնիշխանությունը, խաղաղությունը դուք եք, ոչ ինքնիշխանը եւ ոչ պատերազմը կամ ոչ խաղաղությունը կամ պատերազմը ընդդիմությունն է մեր։ Մեծ հաշվով այո եւ իրենք էլ դա չեն թաքցրել։ Գիտեք, բոլոր իշխանություններն էլ ընտրությունների ժամանակ ասում են, որ եթե մեզ չընտրեցիք, ուրեմն երկրի ես մոտավորապես այսպես կողմ չեմ շանտաժի լեզվով կամ ես դա շանտաժի լեզվով։ Դուք եք գրեթե նույն կերպ եք, բայց ես կարծում եմ, որ ես չեմ ասում, եթե մեզ չընտրեն, այսպես կլինի։ Ես ասում եմ, որ ժողովուրդը պիտի դրանց միջև ընտրի եւ ինչ էլ ընտրի, մենք պարտավոր ենք դրա հետ համակերպվել։ Մենք պարտավոր ենք ենթարկվել ժողովրդի քվեին, որովհետեւ մենք շատ ենք կարևորում իրականում եւ սա էլ ապացուցելի է, գիտեք, որ մենք կարող ենք պարտվել շատ ընտրություններում, բայց երբեք ընտրություն չենք կեղծի, որովհետեւ այն ժամանակ լուրջ չէին ընդունում մարդիկ, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում հասկացել են, որ իր ընտրության արդյունքում ձևավորած իշխանությունը լեգիտիմ իշխանությունը, որը իզորու է շատ բաներ փոխել, իսկ եթե ընտրությունները լեգիտիմ չեն, եթե ձևավորված իշխանությունը լեգիտիմ չի, այդ ժամանակ շատ դժվար է լինում աշխարհի շատ տարբեր այսպես միջազգային գործընկերների հետ, շատ տարբեր երկրների հետ ինչ որ բաների։ Վարդան Օսկանյանը ձեր ղեկավարին կոչ էր անում, դու լեգիտիմ ես եւ գնա լուծման, չլսեց Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, մենք էլ կատարյալ պատրաստված չենք եկել ժամանակին իշխանության, որովհետև հանգամանքների բերումով այդպես ստացվել է, բայց մենք էլ ժամանակի ընթացքում շատ բաներ վերանայել ենք եւ շատ բաներ եւ այո, Նիկոլ Փաշինյանը որպես լեգիտիմ ընտրված իշխանություն լուծել է այդ հարցերը։ Հնարավոր է, որ սկզբում ինչ որ բան չի լսել, հնարավոր է, որ ինչ որ բանից գոհ չեն, հա, որոշ շրջանակներ կամ մարդիկ, բայց մենք հիմա չենք կարող Նիկոլ Փաշինյանին կամ մեր քաղաքական թիմին որևէ մեկը չի կարող մեղադրել, որ մենք հարցեր չենք լուծում, որ մենք այդ հարցերը թողնում ենք հետոյի սերունդների վրա, որ մենք այդ հարցերի լուծումները փորձում ենք հետաձգել եւ այդ պատասխանատվությունը մեզ վրա չվերցնել, որևէ մեկը մեզ այդ հարցում չի կարող մեղադրել։ Մենք դա անում ենք։ Ընդդիմությունը մեղադրում է այն հարցում, որ այդ հարցերի վերջո լուծվեց դաժան պատերազմի գնով։ Ինչից ասում են հնարավոր էր խուսափել։ Ես անկեղծ ասած շատ եմ մտածում այդ մասին ու թերևս տեսեք արդեն մենք կարծես այսպես մտնում ենք խաղաղության փուլ, բայց միևնույն է այդ միտքը հանգիստ չի տալիս, ինչպես շատ քաղաքացիների, այնպես էլ ինձ գոնե օրը մի անգամ դու անընդհատ անկախ քեզանից դրա մասին մտածում ես, արդյոք հնարավոր էր խուսափել թե ոչ։ Դրա պատասխանը միանշանակ չէ։ Հավատացնում եմ ձեզ, միանշանակ չէ։ Եվ դու չես կարող ասել, որ կարող էիր ինքը հայտարարել էր, չէ՞, պատերազմ չլինի, եթե ես գնայի, եթե տայի վերադարձնեի։ Այդ ժամանակ դուք ասեիք դրա պատասխանը միանշանակ չի։ Դա էլ միանշանակ չի։ Դրա պատասխանը միանշանակ չի, ես դες հավատացնում եմ, որքան շատ ես ինֆորմացիայի տիրապետում, որքան շատ ես կոնկրետ այս հարցում փորձում խորանալ, այնքան հասկանում ես, որ ամեն ինչ այդքան պարզ չի։ Տվեցինք, պատերազմ չեղավ, չտվեցինք, եղավ, ճանաչեցինք անկախությունը կամ տարածքային ամբողջականությունը, պատերազմ չեղավ, չճանաչի։ Միանշանակ չի։ Որևէ հարցի պատասխան միանշանակ չի եւ որևէ մեկը չի կարող վստահորեն ասել, որ եթե այսպես անեին, պատերազմ չէր լինելու։ Ավելի մեծ է հավանականությունը, որ բոլոր դեպքերում լինելու էր պատերազմ։ Իհարկե դա շատ մեծ ցավ է եւ մեծ ողբերգություն, որը որ մեզ թույլ չի տալիս միևնույն է առանց էմոցիաների քննարկել, առանց էմոցիաների վերանայել ամեն ինչ, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում պատմությունը ամեն ինչ կդնի իր տեղը եւ մեր խնդիրը այլ է, ոչ թե հիմա նայել պատերազմ կլիներ թե չէր լինի, այլ անել այնպես, որպես քաղաքական ուժ նկատի ունեմ, մեր ոչ միայն խնդիրը, այլ մեր նպատակը, ամենամեծ նպատակն այն է, որ անել ամեն ինչ, որ արյան գնով պահած այս երկիրը արժանի լինի այն տղաներին, որոնց արյունը որ թափվել է, դրա համար նույնիսկ անհնարինն է պետք անել։
Եվ այն բոլոր քայլերը, որոնք արվում են դրա համար, ոչ թե նախընտրական, այսպես ինչ որ քարոզարշավի ընտրվելու կամ չընտրվելու, չէ, մենք գնում ենք այն կանխավարկածով, որ կարող ենք եւ չընտրվել, բայց մենք պիտի մի բան անենք, որպեսզի հանկարծ որևէ կաթիլ թափված արյուն անիմաստ չլինի։ Իսկ այդ արյունը թափվել է ինքնիշխանության համար, այդ արյունը թափվել է անկախության համար, այդ արյունը թափվել է ընտանիքը պաշտպանելու համար, հա, բոլոր խնդիրներից պաշտպանելու։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, դուք բոլորդ էլ եւ Նիկոլ Փաշինյանը նույնպես, որ խաղաղությունը փխրուն է, հիմա մեզ համար խաղաղությունը բավականին փխրուն է եւ այն փայփայել է պետք։ Փայփայել ընդդիմությունը ասում է զիջելով ենք մենք դա ստանում։ Ընդդիմությունը դեռևս այդ հարցին չի պատասխանել, թե մենք ինչն ենք զիջել։ Մեր ինքնիշխան ամբողջ աշխարհով ճանաչված սահմաններից կամ մեր տարածքային ճանաչված տարածքային ամբողջականությունից ինչն ենք մենք զիջել։ Ընդդիմությունը այդ հարցի ամբողջականությունից դեռևս Ադրբեջանի վերահսկողության տակ են սահմանային այն դեռևս չէ, դեռևս, բայց չենք նկատում, որ Ադրբեջանը կվերադառնի, որովհետև ամրաշինական աշխատանքներ դուք կարող եք չնկատել, եւ մենք նկատում ենք։ Որ կվերադառնի։ Բնականաբար, եթե մեր տարածքային ամբողջականությունը եւ մեր սահմանները եւ մեր Հայաստանի Հանրապետության տարածքը ունի այսքան թիվ, այդ թիվը պատկանում է մեզ եւ բոլոր դեպքերում դա վերադարձվելու է։ Ինչից եք ենթադրում, երբ որ դեռ որևէ քայլ չենք տեսնում, բացի այն, որ Ադրբեջանը ամրաշինական բավականին լուրջ աշխատանքներ է իրականացրել այնտեղ։ Շատ լավ, մենք էլ Արցախում, Ստեփանակերտում եւ շատ տեղերում աշխատանքներ էինք իրականացրել։ Եվ հետեւաբար առաջարկում եմ շատ չպարզունակացնել այս ամբողջ խնդիրը եւ վստահել եւ հավատալ եւ նորից եմ ասում, մենք ունենք ինքնիշխան եւ անկախ պետություն, այո, խաղաղությունը փխրուն է ոչ միայն մեզ համար, ընդհանրապես խաղաղությունը բավականին փխրուն երևույթ է եւ խաղաղությունը պահպանելու համար ջանքեր են պետք, խաղաղությունը պահպանելու համար այո, խնամք է պետք եւ լուրջ քայլեր են պետք ամրապնդելու համար, տևական դարձնելու, հարատև դարձնելու, ինչի նպատակը մենք ունենք նաեւ եւ դրա համար բոլոր քայլերը արվում։ Տեսեք, զիջումներից նաեւ անցած տարի գրեթե այս օրերին Հայաստանը հայտարարեց, որ համաձայնեցված է եւ Ադրբեջանը հայտարարեց, որ համաձայնեցված է խաղաղության պայմանագիրը, Հայաստանը զիջեց վերջին երկու թե ոչ վերջին երկու, արդեն դժվար է ասել կետերը։ Արդեն երրորդ անգամ եմ լսում վերջին երկուսը, բայց ոչինչ։ Լավ, ամեն դեպքում այդ երկու կետերը Մինսկի խումբը լուծարելու եւ միջազգային իրավական ատյաններից դիմումները ետ քաշելու վերաբերյալ այդ հարցերը, ընդդիմությունը դա էլ է նշում որպես զիջում եւ հիմա մեր վրա Ադրբեջանի կողմից արկախված է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները։ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փոփոխությունները մեզ վրա արկախված չեն Ադրբեջանի կողմից։ Ես արդեն հոգնել եմ այս մասին խոսելուց, ընդ որում նույնիսկ խոսողները շատ լավ գիտեն, որ դա այդպես չէ։ Սահմանադրության վերաբերյալ փոփոխությունների նախագիծը դեռ տարիներ առաջ արվել է, խումբ է, այո, բնականաբար խումբ է ձևավորվել սահմանադրական փոփոխությունների ամեն ինչ ասելով չի էլի, ու այդ ասածն էլ տիրաժավորելով չի, ինչի արդյունքում նույնիսկ երբեմն շատ գրագետ եւ խելացի մարդիկ են կրկնում ընդդիմության ժողովրդների մեջ։ Տվյալ պահին այո, ես դեմ չեմ, բայց դա մտահոգություն է, որ բարձրացում է նաեւ հասարակության մեջ էլ։ Բայց երբ որ բարձրացվում է, մենք դրան պատասխանում ենք, չէ՞։ Դուք ինքներդ էլ ունեիք դրա պատասխանը, որ դեռ կոവിഡ്ից առաջ Սահմանադրությունը փոխելու համար հանձնաժողով է ձևավորվել եղել եւ այն ժամանակ չկար սպառնալիքը Ալիևն էլ չէր հասկացել, որ կարելի է այդ ամեն ինչը թույլ չտալ, ասելով, որ ես եմ պահանջում, որ այդ սահմանադրության փոփոխությունները լինեն։ Իսկ քանի որ մեր ժողովուրդը շատ հեշտ է մանիպուլյացիաների ենթարկվում եւ առավել եւս ունենք այնպիսի ընդդիմություն, որը 1-2 այսպես չի խորանում եւ որևէ բան չամայլ առիթ է գտել ընդհանրեն ինչ որ բաներ բարձրացնելու, բնականաբար մենք ունենում ենք այն ինչ ունենում ենք, բայց դա փաստ է, չէ՞, որ այդ սահմանադրության փոփոխությունները նախաձեռնվել էին դեռ տարիներ առաջ, որովհետև այսօրվա իրողություններին պիտի համապատասխանի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ընդ որում այնտեղ գլոբալ խնդիրների մասին է խոսքը, այլ ոչ թե սահմանադրության այս կետը փոխենք, որպեսզի ասենք, չգիտեմ, դիցուք Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ։ Այդպիսի պրիմիտիվ բաների մասին չի։
Ժամանակներ են փոխվել, կյանքն է փոխվել, ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական կոնտեքստն է փոխվել, եւ պիտի այսօր գրել էր, որ Սամվել Կարապետյանը ստիպեց ձեզ բարձրացնել կենսաթոշակը։ Ոյ, շատ լավ։ Մենք էլ իրենց ստիպում ենք, որ սահմանադրությունը փոխելով եւ ամբողջ հնարավոր բոլոր օրենքները ոտնահարելով հայտարարեն ամեն անգամ, որ Սամվել Կարապետյանը վարչապետի տեխնացու է։ Ասենք ինչքան կարելի է այսպեսի փոքրիկ չնչին խաղերով ժողովրդին անընդհատ ինչ-որ ցնցումների մեջ գցել, ես չեմ հասկանում, բայց ես միևնույն է շարունակում եմ վստահ լինել, որ մեր ժողովուրդը շատ իմաստուն է եւ ընտրությունների պահին առնվազն էլի չեմ ասում մեծ ձայն տա, այլ ձայն կտա կայացած իրոք քաղաքական ուժերի, իրոք, որոնք անկախ նրանից որ ճամբարում են, որ դիրքում են, բայց քաղաքական են։ Օրենքը հարգում են ամենակարևորը եւ ամենակարևորը հարգում են Հայաստանի Հանրապետության մայր օրենքը, սահմանադրությունը եւ չեն ծաղրում սահմանադրությունը։ Մի հարցել սահմանադրությունից ու անցնենք ընտրություններին, Տիկին Բադալյան, հիմա երբ որ սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի, որպեսզի ես իսկապես ձեր մեղադրանքը իմ նկատմամբ ճիշտ լինի եւ ես էլ Ալիևի, այսպես ասած, նարատիվների տիրապետավորողների մեջ հայտնված լինեմ, անկախության հանրաքվեին վերաբերող դրույթի հղում այդ չեղյալ է լինելու այդ պահանջը։ Գիտեք, ես չեմ կարող էլի ասել ինչն է չեղյալ լինելու կամ չի լինելու, որովհետև մենք սահմանադրությունը չենք կարող փոխել ինքնուրույն եւ միայնակ։ Այո։ Սահմանադրությունը կարող է փոխվել։ Դուք դա կառաջարկեք ժողովրդին, որ մենք կառաջարկենք ինչ որ կառաջարկենք եւ կհիմնավորենք մեր բոլոր առաջարկությունները, կհիմնավորենք, հավատացնում եմ ձեզ։ Եվ ժողովուրդը ինքը կորոշի քվեարկելու է այո, թե ոչ, որովհետև սահմանադրությունը առանց հանրաքվեի չի կարող փոխվել։ Եվ հետևաբար այստեղ ունենալ մտահոգություններ, որ այս քաղաքական թիմը ինչ որ այսպես, չգիտեմ, ինչեր է անելու, դա բացառվում է։ Բացառվում է, որովհետև մենք կարող ենք մի բան առաջարկել, որին ժողովուրդը ասի ոչ։ Մենք համաձայն չենք։ Եվ հետևաբար այստեղ ես մեծ վտանգներ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ այն, ինչ որ մանրամասնորեն քննարկվում է, վերլուծվում է աշխարհի բոլոր, այսպես կայացած ինստիտուտների հետ, ոչ միայն Հայաստանում, օրենքներին, հա, միջազգային օրենքներին ամեն ինչը հարմարացվում է, պահպանելով իհարկե մեր նաև այս հարցում ինքնիշխանությունը եւ այլն, եւ այդ ամենը պիտի բացատրվի եւ ժողովրդին ներկայացվի, ժողովուրդը ինքը կորոշի ինքը ինչ է ուզում։ Ինչպես որ ընտրություններով կորոշի, այնպես էլ հանրաքվեով եւ կարծում եմ, որ ժամանակն է, որպեսի մեր ժողովուրդը գիտակցի, թե ինչքան կարևոր է իր քվեն։ Մենք այս խնդիրը ունենք։ Տեսեք, շատերը կան, որ ոչ մեզ են սիրում, ոչ ընդդիմությանն են սիրում, ընտրություններին չեն մասնակցում ընդհանրապես։ Շատ մենք այս խնդիրը լուրջ ունենք, բայց այդ մարդիկ պիտի հասկանան, որ երկրի կերտման, կայացման եւ մնացած բոլոր հարցերում իրենց քվեն շատ կարեւոր է եւ շատ կարեւոր է, որ այն լինի նաեւ որոշակիորեն գիտակցված, ոչ թե այսպես թե ընդդիմությունը ասել է, սրանք Ալիևի պահանջով բան են անում, իրանց չընտրենք, կամ էլ իշխանությունը ասել է, այս ընդդիմությունը չգիտեմ ինչա իրենց չընտրենք, չէ, գիտակցված եւ մի քիչ էլ էգոիզմ դրա մեջ դրված, այսինքն ես որպես քաղաքացի իմ շահերից ինչն է բխում։ Իմ շահերից բխում է, որ այսպես լինի, որ քաղաքական թիմն է դա առաջարկում։ Ես քվեն պիտի տամ ու իրենից պիտի պահանջեմ, որ ինքը իր խոստումը իրականացնի։ Շատ լավ, դուք ձեր խոսքում ասեցիք, որ մենք ընտրություններին գնում ենք նաև այն կաղավարկածով, որ կարող է չհաղթենք։ Բնականաբար որևէ քաղաքական ուժ չի կարող այդքան վստահ լինել, որ ինքը միանշանակ հաղթելու է։ Եթե չի անում ընտրակեղծիքներ, եթե դա չի պլանավորել, ուրեմն ինքը չի կարող վստահ լինել երբեք։ Ուրեմն այդ սցենարը կարող է եւ տեղի ունենա, որ դուք Գյումրու սցենարը նկատի ունեք։ Թեկուզ Գյումրու սցենարի հավանականությունը։ Իհարկե, հավանականությունը դրա կա եւ այդ ռիսկը կա, բայց էլի այստեղ ժողովուրդը սցենար, օրինակ ընդդիմադիրներն ասում են մենք Գյումրու սցենարը երկրորդ, երրորդ этаպում կամ մեր քննարկումների երկրորդ, երրորդ փուլում են։ Մենք գնում ենք հաղթելով միանձնյա։ Շատ լավ, թող փոխվի։ Նույն ասում է Սամվել Կարապետյանի ուժը, նույն ասում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժը, հիմա արդեն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իր ձևավորած դաշինքով թեև Բարգավաճ Հայաստան կուսակցության ներքո նրանք ասում են գնում ենք որպեսզի հաղթենք։ Շատ լավ, բնականաբար նորմալ չի, որ քաղաքական ուժը մասնակցի ընտրությունների եւ հաղթելու
ցանկություն կամ ախորժակ չունենա, հետեւաբար ինչ իմաստ ունի ընդհանրապես մասնակցել ընտրությունների, եթե դու չես մտածում, որ դու հաղթելու ես։ Իսկ Գյումրիի դրա մասին չի խոսքը։ Այլ հարց է, երբ որ այո, կարող են շատ տարբեր խարդավանքներ լինեն եւ այդպիսի բան պլանավորված է եւ նաեւ այդ մասին արդեն բարձրաձայն հայտարարում է մեր ընդդիմությունը, բնականաբար բացառել դա հնարավոր չէ, բայց այստեղ էլի եւս մեկ անգամ ես կարծում եմ, որ միևնույն է, ինչքան էլ խելացի լինենք, ինչքան էլ այսպես շատ բաներ կանխատեսենք, ժողովրդի քվեից է ամեն ինչ կախված, ժողովուրդն է որոշելու, որովհետեւ նույն 21 թվականի ընտրություններում արտահերտելի ժողովուրդը որոշեց, ինչը անսպասելի էր չէ շատերի համար, բայց ժողովուրդը այդպես որոշեց։ Իսկ հիմա այլ ժողովուրդը կարող է որոշել թե 21 թվականին։ 21 թվականին կարծում եմ, որ չկար որևէ մեկը, որ այդքան վստահ կարող էր լինել։ Պատերազմից հետո ես մեր մեջ եմ ասում որևէ մեկը, որ կարող էր վստահ լինել, որովհետև պատերազմից հետո երբ որ այդ ամբողջ էմոցիոնալ, այդ ամբողջ ողբերգության մեջ նույնիսկ ձայն չի լսվում, հա, այդ ամբողջ աղմուկի մեջ դու չես կարող օբյեկտիվ բան ասել, որը որ մարդիկ կհասկանան, բայց մարդիկ առանց քո ասելու էլ ամեն ինչ հասկացել էին շատ լավ եւ բնականաբար եթե մենք ինքնավստահությունից ենք խոսում, այն ժամանակ այդ ինքնավստահությունը կար անկեղծ ասված խոսք, որը կամ կլսվեր կամ չէր լսվի, անկեղծ ասված պլան, որը կամ կընդունվեր կամ չէր ընդունվի, անկեղծ գրված կառավարության ծրագիր, որտեղ ճոխ բաներ չկային անիրատեսական, բայց այն ինչն էլ որ ճոխ էր, ամենաճոխն էր թվում, դա դարձավ իրատեսական, հա, որովհետև հենց 21-ի ծրագրում մենք խաղաղության եւ հիմնական այդ մեր կարգախոսը խաղաղություն կար, հիմա չկա, որովհետև տեսեք հանգամանքներ եւ իրավիճակներ կարող են փոխվել եւ որոշակի փոփոխություններ կարող են լինել, կորեկցիաների կարող են ենթարկվել կառավարության ծրագիրը, բայց ամբողջությամբ այն չկատարելը, այդ դեպքում երբ որ դու տեսնում ես, որ ամբողջությամբ ի վիճակի չես կատարել, որովհետեւ հանգամանքներ են փոխվել, պիտի հրաժարական տաս, իսկ մեզ մոտ այդ դեպքը չի, այնուամենայնիվ մենք 21-ին ինչ խոստացել ենք, մեծամասամբ դրանք դարձրել ենք իրականություն կամ դեռ ունենք ժամանակ, դեռ պիտի հասցնենք ու այսեն ձեր առաջի տված հարցի պատասխանն է 3 ամիս մնաց, որ մենք 3 ամսում պիտի հասցնենք ինչքան հնարավոր է այդ բոլոր խոստումները, որը մի քիչ ուշացել է, որի ժամանակը հիմա է, պիտի հասցնենք այդ դրանք կատարել բոլոր խոստումները, որովհետև այլապես ժողովուրդը, որը որ տասնամյակներ շարունակ խոստումներ լսել է, բայց անկախ նրանից դրանք կատարվել են թե չեն կատարվել, միևնույն է էլի գնացել է ընտրությունների ու կատարել է ընտրություն, մենք այդ մշակույթը պիտի փոխենք։ Այնուամենայնիվ, որքան էլ հիմա ձեզ վստահ լինեք 21 թվականի նկատմամբ կամ պակաս վստահ լինեք, ընդդիմությունը հիմա ավելի շատ կազմակերպված է, քան նախորդ անգամն է։ Համաձայն եմ։ Հիմա պետք է որ ավելի շատ մտահոգություն լինի ձեր։ Մտահոգություններ բնականաբար կան, բայց էլի եմ ասում, քանի որ դու կարճած չես իշխանությունից։ Ինչ եք անելու, եթե չհաղթեք։ Այսինքն ինչ պիտի անենք։ Մենք պիտի ընդունենք ժողովրդի որոշումը եւ ժողովրդի քվեն պիտի հարգենք եւ ամեն մեկս պիտի զբաղվենք մեր գործերով կամ մեր կուսակցության ընդհանուր առմամբ կուսակցական գործերով։ Մտահոգություն չունեք, որ կարող է ձեզ ընդդիմություն, իշխանության եկած ուժերը ինչ որ պատժի ենթարկեն։ Տարբեր նրանք ասում են, չէ, կդատեն, հանցագործություններ են արել։ Ասում են։ Ես էլ ուզում եմ դառնամ Անգլիայի թագուհին։ Դառնալու եմ Անգլիայի թագուհին։ Դառնամ, կդառնամ։ Եթե սա օրենքի երկիր է, եթե դու ուզում ես քո պետությունը դառնա կայացած պետություն, առաջին հերթին պիտի հարգես օրենքը։ Եթե օրենքով որևէ պատիժ ինձ հասնում է, ապա այո, ինչու ոչ։ Բայց եթե դա զուտ, այսպես ցանկություն է, ընդհանրապես որովհետև քո մի շարք նպատակներ չեն իրականացել եւ քո քմահաճույքն է ինձ դատելը կամ սպանելը, ապա դա բնականաբար որևէ կերպ չի կարող տեղի ունենալ։ Տիկին Բատալյան, անկախ նրանից թե ընտրությունների արդյունքները ինչպիսին կլինեն, դուք կհաղթեք, չեք հաղթի, հիշեցնում են ձեզ, որ հեղափոխությունը 18 թվականին եղավ այն իրավիճակում, երբ որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետի էր ձգտում եւ ընտրվեց ազգային ժողովում որպես արդեն վարչապետ երկրի տեխնացու, որ հիմա Նիկոլ Փաշինյանը, բնականաբար կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը գնում են ընտրությունների հաղթելու ակնկալիքով եւ սա նույնպես լինելու է Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետը։ Քննադատում են, որ նա քննադատում էր Սերժ Սարգսյանին, հիմա ինքն է գնում երրորդ ժամկետի։
Ու կարծում եմ, որ այդքան པարզ համեմատության մեջ մենք չենք կարող իրական պատկերը տեսնել, որովհետև ամեն ինչ այդքան էլ այդպես չի։ Երրորդ ժամկետի գնալու անհրաժեշտություն կա, նախ երրորդ ժամկետ ամբողջությամբ չի, որովհետև մենք ընդհանրապես 2 տարի, 1 տարի իշխանության լինելուց հետո երկրորդ տարում հրաժարական տվեցինք փաստորեն եւ եղավ արտահերթ ընտրություններ, որից ժողովուրդը կրկին Եթե հիմա հաղթե կլինի չեղավ, որ մենք 2 ամբողջական ժամկետ կառավարել ենք, չենք հասցրել մեր գործերը անել եւ մի հատ էլ երրորդ ժամկետ ենք խնդրում։ Չէ, այնտեղ տարբեր իրավիճակներ կար եւ մենք ամբողջությամբ կարողացել ենք մեզ կարելի է դատել 21-26 թվականների արված այս ընթացքում արված հարցերով։ Այս փուլում տրված ցանկացած, որտեղ ժողովուրդը արդեն ինչ է սխալ եղել, ինչ է ճիշտ եղել 18-21 թվականներին, ժողովուրդը դրա պատասխանը տվել է մեզ վերընտրելով, այսինքն փակել է այդ էջը եւ տվել է շանս նորից օգտագործելու եւ նորից այն պլանները եւ այն նպատակները, որոնք կան իրականացնելու եւ հետեւաբար շատ ավելի ռեալ, արդար եւ ճիշտ է մեզ դատել 21-26 թվականների մեր գործողություններով։ Իսկ դատել բառի վատ իմաստով նկատի չունեմ, ընդհանուր առմամբ եւ ժողովուրդն էլ դա կդատի իր քվեով բնականաբար։ Անկախ նրանից ընդդիմությունը ինչ է ասում, մենք ինչ ենք ասում, ժողովուրդը ինքը տեսնում է, իր մաշկի վրա զգում է, եթե դժգոհ է, այո, բնականաբար քվե չի տալու մեզ։ Եթե գոհ է եւ տեսնում է այն ամենը, ինչ որ արժևում դեռ սպասվում է եւ թույլ կտա, որպեսզի մենք դա հասցնենք ավարտին, հա, սկսած վիզաների ազատականացումից, խաղաղության վերջնական հաստատումով, Թրամփի ուղին կառուցելով, չգիտեմ, այնտեղ ատոմակայանն է, մնացած համագործակցություններն են, ռազմավարական գործընկերության, այսպես արգասիքներն են շատ տարբեր, որոնք արդեն այսպես ընթացքի մեջ են։ Կտա մեզ այդ ժամանակահատվածը թեկուզ որոշ ժամանակով այդ ամենը ավարտին հասցնելու հիմնավորելու մենք երջանիկ կլինենք եւ ել ավելի մեծ ջանքերով կշարունակենք դրանց շուրջ աշխատել։ Չի տա իր քվեն։ Հետևաբար իհարկե շատ ափսոս, բայց այդ ամենը կմնա կիսատ, որովհետև հասկանալի է այն ուժերին, որոնց որ ինքը ձայն է պատրաստվում տալ, նրանք այդ ճանապարհը չեն շարունակելու եւ նրանք վերջապես անկեղծորեն այդ մասին խոսում են։ Չեն շարունակելու, բայց գուցե նրանք էլ այլ տեսլական ունեն։ Պարզապես մնում է իմանանք ինչ տեսլական ունեն, որովհետև մենք շատ պարզ եւ շատ հստակ ձևակերպում ենք մեր տեսլականը եւ մեր անելիքները։ Կուզենայի, որ գոնե այս վարքագիծը օրինակելի լիներ ընդդիմության համար, ոչ թե այսպես ինչ որ հեքիաթներ անընդհատ պատմեին, հեսա, չգիտեմ, հարկերը զրոյացնում ենք եւ չգիտեմ, ինչ որ հեքիաթներ անիրատեսական պատմելու փոխարեն, իրոք տեսլական եւ ճանապարհային քարտեզ ցույց տային եւ ժողովուրդը ինքը պիտի որոշեր։ Շատ լավ ավարտ կլիներ հարցազրույցի համար ձեր այս խոսքը, բայց ես մի հարց էլ ունեմ։ Այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պատրաստվում է Հայաստան ուղարկել արագ արձագանք հիբրիդային պատերազմի դեմ պայքարող արագ արձագանքման խումբ, որ նման փորձ ունեցել է անցած տարի Մոլդովան իր խորհրդարանական ընտրություններում եւ որ դրա համար վերջերս արտգործնախարարն է Արարատ Միրզոյանն է դիմել Եվրամիությանը։ Այդքան սուր է, հա, խնդիրը, որ հարցածա ոչ միայն գումար տալուն, այլ արդեն արագ արձագանքման խումբ, որպեսզի մեզ սովորացնի դիմակայել կամ փորձի։ Բայց մենք դրա կարիքը իրոք ունենք։ Իրոք ունենք եւ ոչ թե մենք որպես իշխանություն, այլ ժողովուրդը դրա կարիքը շատ ունի։ Շատ ունի, որովհետեւ հիբրիդային պատերազմը, եթե մենք ինչ որ կերպ կարողանում ենք այս ամբողջ ընթացքում կառավարել, որոշակիորեն, հա, մեծ հարվածներ ստանալով, շատ բաների հաշվին, որ չգիտեմ արժեր զոհաբերել թե չարժեր, յուրաքանչյուրս մեր կյանքից նկատի ունեմ նաեւ, բայց ինչ որ նաեւ ակնհայտ էր, որ ընտրություններից կես տարի առաջ այն արդեն դառնալու է անկառավարելի եւ մենք ունակ չենք լինելու պաշտպանելու, ինչու, որովհետեւ սա վերջին շանսն է իրոք բոլոր հարցերը։ Դեռ ոչ, բայց ամեն ինչ դեռ արժևում է, դեռ մենք ունենք 3 ամիս եւ այստեղ արտաքին միջամտության հարց կա, սա ներքին խնդիր չէ եւ արտաքին շատ տարբեր միայն Ռուսաստանով չեզրափակվենք, մենք այսպես այն ամեն ինչ տեսանելի է, անտեսանելին շատ ավելի վտանգավոր է լինում շատ դեպքերում եւ այդ ինչու եմ ասում այս ժողովրդի մեծ բոլորիս համար այս ընտրությունները ճակատագրական են լինելու ոչ միայն մեզ համար այլև մեր աներևույթ թշնամիների համար են ճակատագրական եւ սա վերջին
բախումը պիտի լինի եւ բնականաբար իրենք էլ պիտի ձգտեն հասնել իրենց նպատակին եւ իրենց ուզած ճանապարհով ընտրությունների ելքը լինի եւ եթե սա լիներ արդար ընտրություններ եւ միայն ներքին քաղաքական տարբերությունների քաղաքական ուժերի պայքար, ապա այդ դեպքում կարելի էր ընդհանրապես հանգիստ լինել, որովհետեւ ժողովուրդը ինքը ընտրում է, ինքն էլ կրում է իր ընտրության պատասխանատվությունը, բայց քանի որ կան արտաքին միջամտություններ, դրա դեմ պետք է նաև արդեն հստակ ձևավորված գործիքներով պայքարել, այնպես որ ես այդ չեմ ուզում, որ այդ միտքը լինի, ենթատեքստը լինի, որ էլի ընտրություններում հաղթելու համար մենք ինչ որ օգնություններ ենք դրսից խնդրում, բնավ միևնույն է դա ժողովրդի վրա չի ազդելու, միևնույն է ժողովուրդը որ որոշել է, նա ով որոշել է, որ անկախ նրանից որ Սամվել Կարապետյանը միևնույն է չի դառնալու վարչապետը, ոչ մի հանգամանքում չի դառնալու, բայց որոշել է որ պիտի իրեն ընտրի, իրեն է ընտրելու։ Միևնույն է ընտրելու է։ Նա ով որ ուզում է որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, միևնույն է ընտրելու է Նիկոլ Փաշինյանին։ Այստեղ ժողովրդին արտաքին հարվածներից պաշտպանելու մասն է, որովհետև այդ հարվածները արդյունքում կարող են այո նաև բերել էսկալացիայի, արդյունքում կարող են նաև էլի սրել հարաբերությունները մի շարք այլ երկրների հետ եւ ամեն ինչ կարող է լինել եւ այո մենք բավականին լուրջ փուլ ենք մտնում հիբրիդային պատերազմի, որը ես հուսով եմ, որ ընտրություններով կավարտվի։ Շնորհակալություն Տիկին Բադալյան, իսկ մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։